Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, դե ինչ սկսում ենք հերթական հաղորդումը, այո խոսելու ենք աղմկոտ բացահայտումների մասին, դրա հետ կապված կարևոր մոլորակային դիրքավորում է տեղի ունենալու, Մերկուրին նահանջելու է Այծեղջուրի կենդանակերպում և ահա այդ օրը ամսի 13-ն է, դեկտեմբերի 13-ը 7:08 րոպեի մոտակայքում Մերկուրին նահանջող ռետրո շարժումով ետ է գնալու։ Այծեղջուրի կենդանակերպը, ինչպես գիտեք, պետական ադմինիստրատիվ մարմիններն են, ղեկավարներն են, պաշտոնատար անձիկ են, պետությունն է, իսկ Մերկուրին շփման, կոմերցիայի, բանավոր և գրավոր խոսքի մոլորակը կանգ է առնում այդ կենդանակերպում մոտավորապես 8:29 րոպե։ Եվ սիրելի հայրենակիցներ, այն յուրաքանչյուր կենդանակերպի մի ոլորտում կարող է խնդիրների կամ մտածելու տեղիք տալ։ Դե ինչ անցնենք ըստ կենդանակերպերի, սիրելի հայրենակիցներ, իմ մոտ մեթոդիկան մի քիչ տարբերվում է, ես փորձում եմ այսպես ըստ առանցքների ներկայացնել, որպեսզի ավելի հետաքրքիր լինի։ Դե ինչ, Մերկուրին Այծեղջուրի կենդանակերպում կանգ է առնում, այն ետ է վերադարձնում մարդկանց իրենց նախկին գործերին, Այծեղջուրն է նրանց առաջին տունն է, որպեսզի լուծեն խնդիրները։ Չնայած Մերկուրու նահանջող այդ դիրքավորումը երբեմն մենք բացասական ենք կամ մարդկությունը նրանք, ովքեր աստղաբանությամբ են զբաղվում, բացասական դրսևորումների հետ են կապում, բայց շատ հավանական է, որ այն դրական փոփոխություններ բերի ցուլ և կույս կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներին և նաև ջրի ազդեցության տակ ծնվածներից ձկներ և կարիճ։ Խեցգետիների համար մի քիչ խնդիրներ կլինի, նրանց մոտ խեցգետին Այծեղջուր պետության հետ կապված հարցեր են և ներընտանեկան խնդիրներ, այո, նրանց մոտ խնդիրներ կլինի, բայց Այծեղջուրները պետք է հնարավոր է ետ վերադառնան իրենց նախկին գործերին, խորհուրդ չեմ տալիս նոր գործեր սկսել, քանի որ Այծեղջուրի կենդանակերպը այդ մարմնի մասերից ոսկորներն են, ատամներն են, հենաշարժողական համակարգն է, նրանք ովքեր ունեն խնդիրներ կարող է լինեն սրացումներ ժամանակավոր, դա դեկտեմբերի 13-ից մինչև հունվարի 2-ը, կամ այն քրոնիկական հիվանդությունները կարող են արագ զարգանալ, Մերկուրին ինչևէ դանդաղ սառը կենդանակերպում է գտնում, բայց նրա մոտ արագությունը, նա ամենաարագ ընթացող մոլորակներից է, այո, այդ քրոնիկական հիվանդությունները միանգամից կարող են արագ առաջ ընթանալ, զարգանալ և ձեզ փաստի առաջ կանգնել։ Խորհուրդ չի տրվում մանավանդ Այծեղջուրներին պլաստիկ վիրահատություններ կատարել, որտեղ առաջին տունը նաև նրանց արտաքին տեսքն է։ Եթե նախկինում կատարված վիրահատություններ կան, ապա դուք կարող եք նորից թերի մնացած կամ եթե լավ չի ստացվել, շտկումներ այդ ժամանակահատվածում կատարեք, բայց նոր վիրահատություններ, նոր պրոցեդուրաներ, նոր գործեր, նամակագրություն, խոսակցություններ, բանակցություններ ղեկավարների հետ, այդ հարցազրույցներ, միանշանակ սիրելի հայրենակիցներ, թողեք հունվարի 2-ից 4-ից հետո ամսի 31-ին էլ Յուպիտերը կսկսի արդեն ուղղընթաց շարժվել, մի քանի օր ստացիոնար կլինի և առաջ կգնա և բոլոր մանավանդ հողի ազդեցության տակ ծնվածների համար դրական և բարենպաստ հնարավորություններ են սպասվում, որպեսզի կատարեն իրենց քանի որ այդ մոլորակները նյութական նշանում են, իրենց վարկանիշի, աշխատավարձի, իրենց ֆինանսական այդ հոսքերը ավելացնում, բոլոր այդ պրոցեսներին ավելի լավ է անդրադառնալ հունվարի 4-ից հետո։ Ահա, Այծեղջուրների հաջորդ առանցքը, Այծեղջուր խեցգետին առանցքն է։ Խեցգետնիների համար դա 7-րդ տունն է, հնարավոր է վերադարձ լինի ձեր նախկին զուգընկերոջը կամ նորից վերանայեք ձեր գործընկերոջ հետ, նախկինում նրա հետ եթե բիզնեսներ եք վարել կամ ուղղակի գործեր եք ունեցել, շատ հավանական է, որ վերադառնաք նրանց հետ կրկին փոխհարաբերություններ ստեղծելու կամ բիզնեսը վարելու այդ գործընթացին։ Այծեղջուրը դա ամենասառը, ամենահեռավոր և ամենահասուն նշանն է։ Այո, կարող են ետ վերադառնալ ձեր նախկին այդ զուգընկերները, որոնք արդեն ավելի հասունացել են, որոնք Այծեղջուրի ազդեցության տակ ծնված են։ Եվ քանի որ 7-րդ տունը դա դատական պրոցեսներն են, ապա եթե դուք իրար չեք հասկացել, ձեր զուգընկերոջ հետ փոխհարաբերությունները չի կարգավորվել,
դատարանից կարող եք թուղթ ստանալ զուգընկերներ եւ գործընկերներ։ Նախկինում թերի թողած գործերի համար այս պահին ուղղակի գալիս է այդ լուրը, որ պետք է պատասխանատվության ենթարկվեք, քանի որ այդտեղ ջուրը դա հողային տարածքներն են, շինություններն են, կամ այնպիսի գործեր, որոնք կապված են պետական ադմինիստրատիվ այդ համակարգի հետ, այնտեղ թերի գործեր կարող են լինել։ Խորհուրդ չեմ տալիս ոչ մի տեսակ պայմանագիր կնքել, եթե կնքում եք եւ այդտեղ ջուրները եւ խեցգետնի ազդեցության տակ ծնվածները անպայման մի քանի անգամ կարդացեք, ստուգեք, որովհետև հետո անդառնալի կլինեն այդ սխալների հետևանքները, որովհետև նրանք անպայման այսպես կնիքը կարող է դրվել վրան, այդտեղ ջուրի կենդանակերպ ինչպես գիտեք շատ սառը եւ այսպես սահմաններ դնող նշան է, այդ ամենը ինչ որ տեղի ունենա, սխալները հետո դրանց շտկելը շատ բարդ կլինի։ Այսպես սիրելի հետևորդներ, հաջորդ առանցքը ջրհոս եւ առանցքն է։ Ջրհոսների մոտ Մերկուրի նահանջող է լինելու 12-րդ տանը։ Եթե նախկինում գաղտնի փաստաթղթեր եք ստորագրել, գաղտնի պայմանավորվածություններ են եղել, ապա կարող են այդ փաստաթղթերին նորից անդրադառնալ հարկային, հարկադիր մարմինները։ Զգույշ եղեք կաշառքներ վերցնելուց, այդպիսի դեպքեր արդեն նկատելի են, իսկ դիմել են ուղղակի նրանց այսպես կարող է լինել, որ ճիշտ ստորագրված թղթի համար կամ գաղտնի գործարքների համար նրանց սպասվի մեկուսացում, թող զգույշ լինեն։ Եթե նախկինում գործեր են կատարել, որոնք մաքուր չեն եղել, որոնք թղթաբանության մեջ խախտումներ են եղել, հաշվապահության հետ կապված ուշադիր եղեք։ Ես խորհուրդ եմ տալիս ձեզ մոտակա 20-25 օրը ուղղակի այդպիսի ռիսկերի չգնալ, որովհետև կարող է նաև ձեզ դավաճանել ձեր աշխատակիցները, այն մարդիկ, որ հենց այդ գործն են կատարում։ Նաև զգույշ եղեք գաղտնի թշնամիներից, նրանք կարող են ձեզ վնասել, բայց աննկատ մնալ։ Այո, հենց այդպիսի հարցերը կաշառք վերցնելու հետ կապված, որը օրենսդրական նաև քրեորեն պատժելի խնդիր է լինում, այդպիսի գործերը կարող են ուղղակի ջրի երես դուրս գալ, որպեսզի խուսափեք, ուղղակի մի արեք այդպիսի գործեր, որ հետո պատասխանատվության չկանցվեք։ Ջրհոսների հաջորդ առանցքը ջրհոս առյուծ, այդ առանցքն է, կենդանակերպը առյուծն է։ Առյուծների փաստորեն 6-րդ տունն է։ Առողջության հետ կապված հարցերն են, աշխատանքի հետ կապված հարցերը, ենթականերն են։ Զգույշ եղեք, որ ձեր ենթակաները ուղղակի ձեր հանդեպ այսպես հնարավոր ինչ-որ մի թուղթ ստորագրեն եւ բողոք ներկայացնեն ու դժվարությամբ կարողանաք լուծել այդ խնդիրը։ Ուստի փորձեք ձեր ղեկավարների, նաեւ ձեր ենթակաների հետ ձեր հարաբերությունները կայուն պահել։ Տարեկան հաշվետվությունները անպայման մի քանի անգամ ստորագրեք, մինչև ուղարկում եք համապատասխան մարմիններ, քանի որ այդտեղ ջուրը հարկային, հարկադիր, պետեկամուտներ, այդ ոլորտները այդտեղ ջուրի ազդեցության ներքո են։ Պետեկամուտները կարող են լինել նաև ցուլի կենդանակերպը, համենայն դեպս այն համակարգն է, որը ստուգում է, որը համակարգում է բոլոր այդ գործերը։ Եվ ուշադիր եղեք, մանավանդ սև լուսի նկույսի կենդանակերպում սև թղթաբանությունից, սև հաշվապահությունից ինչևէ հնարավոր լինի, որ կարողանա, քանի որ սև լուսի Մերկուրի դրական փոխհարաբերություններ կան, կարող է այս անգամ դուք խուսափեք, բայց հետագայում Մերկուրու հաջորդ նահանջ ընթացքի ժամանակ կարող են բացահայտվել այդ գործերը, ձեր ենթականների հետ հարաբերությունները այսպես մաքսիմալ հանդարտ վիճակում պահեք, որպեսզի նրանք չօգտագործեն այն փաստերը, որոնք ունեն իրենց ձեռքում ձեր դեմ եւ ձեզ չվնասեն։ Առողջության հետ կապված հարցերը կրկին խորհուրդ չեմ տալիս պլաստիկ վիրահատություններ, ատամդե նոր տարուց առաջ, արդեն տոներից առաջ որոշները ցանկանում են իրենց այդ ատամնաշարը գեղեցկացնել, պետք է ուղղակի շուտ սկսեք մինչ այդ, որպեսզի դուք կարողանաք ձեր այն նախընտրելի արդյունքը ստանալ։ Ինչևէ Մերկուրին այցեղ ջուրի կենդանակերպում նա սիրում է բամբասանքներ, խոսակցություններ, որոնք կարող են լինել ձեր աշխատավայրում։ Փաստորեն ձկների 11-րդ տունն է, կույսերի 5-րդ տունն է։ 11-րդ տունը դա նպատակներն են մարդկանց, ժողովներ են, համաժողովներն են, իրենց
համախոհներն են, գաղափարակիցներն են, նոր նպատակներ, նոր ժողովներ, կոնֆերանսներ կազմակերպելը կարող է օրինակ հրավիրեք պաշտոնատար անձանց, մամլո խոսնակներին, այդպիսի լրատվամիջոցներին նրանք ուղղակի չներկայանան։ Խորհուրդ եմ տալիս այդ ամենը նախաձեռնեք հունվարի 2-ից 4-ից հետո։ Շատ ավելի ճիշտ կլինի դուք վերադառնաք ձեր նախկին նախագծին, որը կիսատ եք թողել, որով կարելի է զբաղվել եւ հաջողությունների հասնել։ Գովազդները, որոնք կտեղադրվեն սոցիալական կայքերում, լրատվամիջոցներում, մանավանդ այն գովազդները, որոնք պետական ադմինիստրացիա, պետության հետ են կապված կամ ձեր բրենդն են ներկայացնում, նրանք պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվեն, որպեսզի արդյունքներ կտան եւ նաեւ այնպես պետք է կազմակերպեք, որ բամբասանքի կամ քննադատության քիչ արժանա, որտեղ Մերկուրին նահանջող է այծեղ ջուրի կենդանակերպում, այն ամեն մի մանրուքի կարող է այսպես բաց դաշտատը ապահովել եւ ձեր թերությունները ուղղակի կարող են մարդիկ նկատել, դա խնդիր լինի ձեզ համար։ Փաստորեն կույսերի 5-րդ տունն է, սեր, երեխաներ, արվեստ, բիզնես, այն բիզնեսը, որը կարող եք այսպես աճեցնել, մեծացնել, որին կարող եք սեր տալ երեխայի նման։ Հնարավոր է ձեր երեխաների մասնագիտության հետ կապված խնդիրները ձեզ ուղղակի մտահոգեն եւ շատ հավանական է, որ նոր մասնագիտություն ընտրեք, վերանայեք այդ հարցը։ Բիզնեսում կարող եք, եթե ղեկավարներ նշանակեք, փորձեք նշանակել հունվարի 4-ից հետո։ Մենք ունենք հունվարին դրական օրեր 9, 10, 19, 28, 29, այդ օրերը ամենաբարենպաստ օրերն են, որոնք կարող եք օգտագործել նյութական, ֆինանսա-բանկային, սոցիալական վիճակի բարելավման, ստատուսի բարելավման համար։ Ուստի 5-րդ տունը դա ձեր զվարճության տունն է, այն մեծ մտահոգության առիթ կարող է լինել եւ կարող եք ուղղակի կույսերը չեն էլ սիրում այդքան ուրախանալ, շատ ճիշտ կլինի, որ ճիշտ հաշվարկներ անեք, նոր պրոյեկտները ուղղակի դրանք վերածեք իրական իրադարձությունների 5-րդ տունը ուրախություն այն կբերի ձեզ, երբ որ սկսեք հունվարի 4-ից հետո։ Ինչն է հետաքրքիր, որ խոյ խեցգետին այդ առանցն ենք դիտարկում, խոյերի համար դա 10-րդ տունն է։ 10-րդ տունը դա մասնագիտական կողմնորոշումն է, սոցիալական կարգավիճակն է, կարիերայի աճն է։ Մերկուրին այծեղ ջուրի կենդանակերպում ձեզ հանգ է տալիս, որ ուշադիր լինեք ձեր հաջողության հասնելու ճանապարհներին։ Խորհուրդ չեմ տալիս ստորագրություններ կամ եթե նամակներ եք գրում, ապա շատ ուշադիր եղեք, քանի որ 10-րդ տունը մարդու վարկանիշն է եւ Մերկուրին այծեղ ջուրի կենդանակերպում կրկնակի հարված կլինի, եթե դուք ուշադիր չլինեք ձեր աշխատանքում, մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկեք այն նամակները, որոնք գալիս են, այն պայմանագրերը, որոնք պետք է կնքվեն, կամ այն նամակները, որ հենց դուք եք ուղարկում, շատ կարևոր է։ Ղեկավարների եւ հոր հետ հնարավոր է, որ հարաբերությունները սրվեն։ Կարծրատիպերի հնարավոր է, որ ձեր մտքերը, ձեր մտահոգությունները ուղղակի չհասկանան ձեր ղեկավարները եւ նաեւ ձեր հայրը։ Ձեր հայրը կարող է չընդունել այն մասնագիտական ուղին, այն մասնագիտությունը, որը որ դուք ընտրել եք։ Եթե զգում եք, որ իրավիճակը թեժանում է, այդ ամենի լուծումը կարող եք թողնել հունվարի 4-ից հետո, ամբողջ ամիսը համարյա Վեներան այնտեղ, Վեներան, Մերկուրին, Մարսը հունվարի 4-ից է մուտք գործելու այծեղ ջուրի կենդանակերպ, դուք ուղղակի կարող եք այդ բոլոր հարցերի լուծումները թողնել այն ժամանակ եւ հնարավոր է, որ շատ օբյեկտիվ եւ շատ դրական արդյունքներ ստանաք։ Կշեռների փաստորեն 4-րդ տունն է։ 4-րդ տունը դա մարդու հայրենիքն է, օջախն է, ընտանիքն է, մայրն է։ Հայրական տան հետ կապված որոշակի խնդիրներ կարող են լինել, ստորագրություն, փաստաթղթաբանություն, կարող են նախկինում կատարված սխալներ լինել, բացթողումներ լինել փաստաթղթերում, ձեզ նորից ետ կանչեն, որպեսզի այդ խնդիրները ուղղվի։ Իսկ եթե այդպիսի հարցերի շուրջ ունեք տարաձայնություններ, այդ տարաձայնությունները խորանալու միտում ունեն,
Այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս, որ այդ ամենը թողնեք տորներից հետո եւ միգուցե հենց տորներին ձեր հարազատների հետ տարվող բանակցությունները, խոսակցությունները ընտանեկան մանավանդ բենեռանել արդեն ամսի 29-ից աղեղնավորի կենդանակերպ կմտնի, ուրախ նշանում հնարավոր է կարողանաք լուծել այդ հարցերը։ Շատ հավանական է, որ ցանկանում եք տուն գնել։ Եթե ժամանակը ներում է, կարող եք այդ թղթաբանությունը, փաստաթղթաբանությունը թողնել հունվարի 4-ից հետո, որտեղ 4-րդ տունը նաև դա օջախն է, բնակարանն է, որտեղ մարդը բնակվում է։ Այո, հնարավորություն կա, որպեսզի կատարեք այդ գնումները։ Եթե այս դեկտեմբերի կեսերին լինի, շատ հավանական է, որ ուղղակի ժամանակը երկարաձգվի, մանավանդ եթե բանկային գործարքներ բանկերի հետ է լինելու։ Իսկ եթե ոչ, թողեք ամսի 4-ից հետո եւ հնարավոր է, որ դուք ունենաք այն բնակարանը, որին դուք ձգտում եք։ Չնայած կարող է բնակ տարածքը մի փոքր լինել, քանի որ այդտեղ ջուրը դա սաղ տարածք է, բայց շատ ամուր եւ նաեւ այդտեղ ջուրը դա շինությունն է, շատ հավանական է, որ հենց սեփական տուն կարողանա գնել կամ այնպիսի մի բնակարան, որը ամուր հիմքերի վրա է կառուցված։ Ցուլերի համար ցուլ եւ կարիճ առանցքն է 9-րդ եւ 3-րդ տունը։ Ցուլերի համար կարևոր կլինեն արտերկրի հետ կապված հարցերը, օտարերկրյա ճանապարհորդությունները, բարձրագույն կրթության հետ կապված հարցերը։ Պետք է ուշադիր լինեք, որպեսզի կարողանաք հանձնել ձեր քննությունները։ Հնարավոր է ձեր ղեկավարները, դասախոսները, մանրուքների ետևից ընկնեն, մանավանդ այն առարկաների հանդեպ ուշադրություն կիրառեք, որոնք ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկներ են ենթադրում Մերկուրին այցեղ ջուրի կենդանակերպում։ Նաև եթե օտարերկրյա ճանապարհորդությունների եք պատրաստվում, անպայման ուշադիր եղեք, վերցրեք ձեր փաստաթղթերը, այո, ձեր անձնագրերը։ Իսկ եթե ավիատոմսեր կամ փաթեթներ եք գնել, անպայման ուշադրություն դարձրեք, եթե գալիս են ձեզ մոտ ձեր թղթերը, վաուչերները, ավիատոմսերը, ուշադրություն դարձրեք տառասխալների, տարեթվերը, ժամկետները, որոնք ներկայացված են եւ ձեր ծննդյան տվյալները եւ արտասահմանյան այդ ճանապարհության ժամկետները ուղղակի ճիշտ նշվածն են։ Նաեւ արտերկրի հետ կապված հարցերն են անկետաների լրացնում, դեսպանատներում հարցազրույցների մաքսիմալ ճիշտ պետք է պատասխանեք եւ պատրաստված լինեք եւ ուշադիր եղեք, կրկին նշում եմ, որպեսզի սխալներ չունեն։ Նաեւ կարող են հետաձգվել արտասահմանյան ճանապարհորդության արտերկրի հետ կապված հարցերը, ժամանակավորապես կարող են դադարաբրել։ Դե կարիճների 3-րդ տունն է, 3-րդ տունը դա փոխադրամիջոցներն են, կար ճանապարհորդություններ, քուր, եղբայր։ Եթե այս ժամանակահատվածում դուք ուղղակի պատվիրեք մեքենաներ, լինում է, որ արտերկրից են պատվիրում կարիճները, կարող է ուշանալ այդ փոխադրամիջոցի մուտքը ուղղակի մեր երկիր։ Իսկ եթե շուտ եք պատվիրել, այնպիսի մի պատճառ կարող է լինել, որ այս մոտ 15 օրը այն ուշանա, ընդհանրապես Մերկուրի մոտ 21 օր է նահանջող լինում։ Ուշադիր եղեք, որպեսզի այդ ուշացումները չլինեն կրկին, սխալներ թղթաբանության մեջ կարող են տանել այդ մեքենաները, որպեսզի այնտեղ հաստատումներ լինի, տարբեր հարցեր կան, այո, պետեկամուտների հետ կապված այնպիսի գերատեսչություններ, որոնք զբաղվում են մեքենաների գրանցմամբ, տարասխալների պատճառով թղթաբանության մեջ հնարավոր է քաշքշուկներ լինեն։ Ցանկալի է, որ այդ ամենը կատարեք հունվարից հետո, որպեսզի եթե մաքսիմալ պետք չէ։ Իսկ եթե պետք է, կարող է այդ ամենը ընթանալ ուղղակի մի քիչ ուշացումներով եւ հապաղումներով։ Եվ վերջին առանցքն եմ ցանկանում նշել, սիրելի հայրենակիցներ, երկվորյակ եւ աղեղնավոր կենդանակերպերը։ Այո, երկվորյակների մոտ դա կարող է լինել 8-րդ տունը, աղեղնավորների մոտ 2-րդ տունը, 8-րդ տունը դա ժառանգությունն է։ Սիրելի երկվորյակներ, հնարավոր է ստանաք ժառանգություն կտակ, այն դեպքում կարող եք ստանալ, երբ որ նախկինում ուղղակի որոշ պատճառներով այդ գործերը հետաձգվել են։ Իսկ կտակի եւ ժառանգության հետ կապված հարցերը, բանկերի հետ կապված հարցերը, նոր գործեր ուղղակի սկսելը նպատակահարմար չէ։ Թողեք դա հունվարի 4-ից հետո։ Մանավանդ 8-րդ տունը դա ձեր գործընկերների եւ զուգընկերների ֆինանսական այդ վիճակն է։
Ուշադիր եղեք, որպեսզի ձեր գործընկերները եւ զուգընկերները չպահանջեն անդորրագրեր ձեր ծախսերի համար կամ հատուկ փաստաթղթեր, որոնք պետք է ցույց տան իրական այդ գնումների կամ ծախսերի չափը։ Պետք է ուղղակի ուշադիր լինեք եւ գտնվեք ազնիվ ձեր զուգընկերների եւ գործընկերների հանդեպ։ Նաեւ եթե ունեք բանկային պարտավորություններ, որոնք չեն կատարել, ապա կարող են համապատասխան մարմիններից ԴԱՀԿ, պետեկամուտների նախարարությունից, բանկերից կարող են արդեն գալ վերջնական զգուշացումները, որպեսզի դուք ուղղակի սթափվեք եւ կատարեք ձեր այդ պարտականությունները, հակառակ դեպքում արդեն գործերը խորանալու միտում ունեն, բայց բացասական առումով աղեղնավորների համար նյութական ֆինանսական շահույթների տանն է գտնվելու Մերկուրին այդտեղ ջուրի կենդանակերպում ուշադիր եղեք ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելիս կարող են սխալներ լինել այդ հաշվետվությունները մանավանդ որ տարեվերջ է պետք է շատ մանրակրկիտ ուսումնասիրեք այդ ամենը եւ ներկայացնեք շատ հավանական է որ պետեկամուտների նախարարությունից պետական ադմինիստրատիվ այդ համակարգերից քանի որ այդտեղ ջուրը դա նաեւ կադաստրն է այն գերատեսչությունները, որոնք զբաղվում են հողի, շինությունների, ժամկետած պարտքեր կարող են լինել, բայց կա դրական միտում, երբ որ Մերկուրին նահանջում է հենց ձեր երկրորդ տանը, կարող են գալ գումարներ, նախկին շահույթներ, որոնք սառեցված էին, այն եկամուտները, որոնք նախկինում դուք չեք ստացել, կարող եք մեկ էլ նամակ ստանալ Մերկուրին այդտեղ ջուրի կենդանակերպում պաշտոնական նամակ ստանալ, որ ձեր շահույթները տեղ են հասնում, այդպիսի դրական միտում էլ կան։ Իսկ մենք քանի որ դիտարկում ենք նաև երկվորյակների համար, երկվորյակների 8-րդ տուներ այդ առանցքում կարող են ետ վերադարձնել ձեր պարտքերը սիրելի երկորյակին ինչև է երկորյակ եւ աղեղնավոր նախկին գումարները երկորյակի կենդանակերպում նախկին պարտքերը վերադարձնեն, բայց նաեւ ձեզ կարող են ստիպել դա անել իսկ աղեղնավորների մոտ նախկին շահույթները, որոնք ուղղակի սառեցված են, ձեր բանկային հաշիվները, որոնք սառեցվել են, երբ որ այդ մարմինները տեսնեն, որ դուք այլևս պարտականություններ չունեք, ապա այդ հաշիվները կարող են բացվել։ Սա հենց այդ ժամանակահատվածն է։ Սիրելի հայրենակիցներ, փորձեցի ներկայացնել, չգիտեմ, հակիրճ ստացվեց թե երկար, համենայն դեպս նկարագրություն տալ Մերկուրու նահանջ վիճակի մասին։ Հիշեք, այն գտնվում է այդտեղ ջուրի կենդանակերպում ամենասառը, ամենապաշտոնական եւ ամենակազմակերպված նշանում։ Դե սիրելի հայրենակիցներ, եթե հավանեցիք մեր հաղորդումը, կարող եք կիսվել ձեր սոցիալական էջերում, կարող եք մեկնաբանություններ թողնել, առողջ քննադատությունները միշտ ընդունում եմ եւ մեծ հաճույքով փորձում եմ կատարել նաեւ խոսել այն հարցերի մասին, որոնց մասին դուք բարձրաձայնում եք։ Ուղղակի ուշադիր եղեք, տարբեր հարթակներում այդ հարցերի մասին մանրակրկիտ անդրադառնում եմ։ Այսքանը, սպասեք ինձ հաջորդ շաբաթ։